Մենք իրար չենք տեսնում, բայց հասկանում ենք կես բառից։ Լրատվական ռադիո FM 106.5 Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում թարմուղեղով հաղորդաշարը, այն այսօր կվարեմ ես Սաթեն Միքայելյանս։ Տաղավարում հյուրընկալել ենք Վախթանգ Հարությունյանին, երգիչ, երգահան, ողջույն, պարոն Հարությունյան։ Ողջույն։ Այսօր հետևյալ առիթով ենք, այսպես ասեմ, հավաքվել։ Կազմակերպումը ինձ թվում էր առաջին անգամ, բայց հիմա պարոն Հարությունյանը կասի, որ դա առաջին անգամ չի, փաստորեն հեղինակային երգի համահայկական փառատոն Հուսո Առագաստ։ Այո։ Որի նաև տնօրենն եք։ Սիզիֆի քարն է, որը հիմա իմ ուսերին է։ Լավ, ես առաջին անգամ էի լսում հեղինակային երգի փառատոնի մասին, պարոն Հարությունյան։ Առաջին անգամն է, թե ես լավ հիշողություն չունեմ։ Ոչ, առաջին անգամը չէ, եւ կազմակերպիչներին թվեմ 3 անգամ ունեցել ենք 3 շրջան, որից առաջին անգամ կազմակերպվել է 90-ական թվականների սկզբներին։ Արմեն Ադամյանը մեր ավագ ընկերներից մեկն է կազմակերպել եւ փառատոները բացահայտեցին այն ժամանակ դեռևս երիտասարդ շատերին, ովքեր այս ժանրում այսօր գոյություն ունեն, որոնք հիմա են փառատոն կազմակերպում։ Հիմա նաեւ փառատոն են կազմակերպում, այո։ 90-ականների սկիզբն էր դա, այնուհետեւ գալիս է 96, 97, 98 թվականները։ Երկրորդ անգամ կազմակերպվեց Ընթացք հեռուստաընկերություն կար, որ այժմ արդեն գոյություն չունի, դա 98 թվականն էր։ Փառատոնը հենց այդպես էլ կոչվում էր Ընթացք, հեղինակային երգի փառատոն։ Տևեց 1 տարի, ընդամենը 1 անգամ եղել, այդ ձայնագրությունները միջև հիմա ես ունեմ եւ այդտեղ լավագույն տասնյակ ձևավորվեց, որը հետո ձայնագրեցինք ցավոք սրտի չհրատարակվեց։ Հետո 2006 եւ 2007 թվական ենք ունեցել Ոսկի կիթառ հեղինակային երգի փառատոն, որը կազմակերպել են մեր ընկերները Օվացիա պրոդյուսերական կենտրոնը մշակույթի նախարարության հետ միասին, համատեղ կազմակերպեցին եւ 2008 թվականի ճգնաժամից եւ այդ մենք չենք ունեցել փառատոն։ Իհարկե ուժերը կենտրոնացնելն ա մի քիչ բարդ, միգուցե սատարողների թիվն ա մի քիչ, որոնք պատկերացնեին եւ աջակցեին այս փառատոնի կայացմանը եւ ամենամյա ցավոք սրտի չդարձավ։ Հիմա փորձում ենք եւս մեկ անգամ կյանքի կոչել, ինչ կստացվի Աստված առաջ, համենայն դեպս այս պայծրությամբ որոշեցինք, որ լռել չի կարելի եւ այս տարի եւս մեկ անգամ փորձ անենք։ Անցած տարի ունեցանք փառատոնային հանդիպում Սևանի ափին, այս տարի հիմա փառատոնային քարտեզը մի քիչ մեծացրեցինք եւ կլինի բացի Սևանից նաեւ Դիլիջանը։ Այսինքն ամեն դեպքում դուք ձեր տեսլականում շարունակականություն եք տեսնում փառատոնի։ Գիտեք, ես չեմ ցանկանա աստվածներին եւ ավելի վեր կանգնած ատյաններին այնուամենայնիվ ծիծաղի առարկա դարձնեմ, այն ինչ որ պիտի ասեմ, կլինի այդ իրանց պլանների տարածքից։ Ես կցանկանայի, որ լիներ, բայց փորձենք այս տարի ինչ որ մի բան անել, իսկ ինչ կվերաբերվի հաջորդ տարիներին, միգուցե հաջորդ տարի էլ կերևա։ Մա հասկանանք այս տարի ինչ ենք անելու, ինչ ենք։ Այս տարի մենք ունենալու ենք ռեգլամենտը, ներկայացնեմ, մենք ունենալու ենք 2 օր փառատոնային 2 հանդիպում, որից մի հանդիպումը կլինի 31 հուլիսի միջ 2 օգոստոսի, դա կլինի հեղինակային երգի փառատոնի առաջին փուլը։ Ընտրական փուլը նախընտրական փուլ կունենանք Երևանում իհարկե, եւ այդ հայտերը, որոնք երիտասարդ հեղինակատարողները կներկայացնեն կոմպոզիտորների միության շենքում, մենք պարզապես կվերցանենք եւ կընտրենք այն մասնակիցներին, ովքեր կներկայացնեն իրենց երգերը առաջին փուլում։ Առաջին փուլում ներկայանալու համար շատ կարևոր մի քանի պայման կա, դա հեղինակային երգը պիտի պոեզիա առաջին հերթին եւ գիտարային մեկնաբանություն այդ պոեզիայի, ներկայացում այդ պոեզիայի երկրորդ։ Դա հիմնական 2 կետն է։ Թեմատիկ սահմանափակումներ չկան։ Թեմատիկ սահմանափակումներ չկան, բայց այն որ պիտի հնչի պոեզիայի ձևով, այսինքն պիտի ունենա բանաստեղծական արժեք։ Դա կարևոր է եւ գիտարային նվագակցություն երկրորդը շատ կարևոր պայմաններն են։ Հաջորդիվ առաջին փուլը ավարտելուց հետո կունենանք նաև օգոստոսի 26-ից 28-ը կոմպոզիտորների Դիլիջանի կոմպոզիտորների հանգստյան տանը երկրորդ եւ հիմնական փուլերը գալահամերգով հանդերձ։ Իհարկե միջանկյալ գոտին գիշերը խարույկի մոտ եւ այլն դրանք արդեն անբաժանելի մասնիկն են բարդերի, բայց ցանկացած դեպքում մենք ունենանք նաև ներկայացական մաս, այսինքն գալահամերգ եւ մրցանակների տրամադրում եւ
շնորհակալագրեր եւ այլն եւ այլն եւ այլն, այն ամենը ինչ որ կլինի կոնկրետ այդ գալա համերգի ընթացքում։ Միտումը հիմնական այս ժամանակաշրջանում ծնված եւ իր մեջ գտած այս երկին հարող երիտասարդությանը պարզապես հնարավորություն տալ ներկայանալ։ Նոր բացահայտումներ։ Նոր բացահայտում։ Մենք իհարկե բարդերի ակումբում ունենք բարբերաբար այդ ամեն ուրբաթօրյա հանդիպումների ընթացքում նման բացահայտումների մի շարք բացահայտումներ, որոնց ակնկալում եմ տեսնեմ փառատոնի շրջանակներում նոր երգերով եւ ակնկալում եմ նրանց մասնակցությունը տեսնել։ Բայց ցանկացած դեպքում, քանի որ ժամանակահատվածը բավականին սեղմ է եւ 31-ին մենք արդեն պիտի մեկնենք լողապ, ես կցանկանայի, որ այդ երիտասարդությունը այսօրվանից արդեն այդ հայտերը լրացնեն, դառնան մասնակից, որ մենք էլ կարողանանք այդ էստաֆետը ինչ որ չափով պատկերացնենք ու մենք փոխանցել։ Հանդիսատեսի համար ինչ կասեք, ոնց կարելի է լսել բոլոր այն կատարումները, որոնք փառատոնի ժամանակ կհնչեն։ Ներգրավելու եք նաև հանդիսատեսին։ Ներգրավելու միանշանակ մենք սոցիալական կայքերում գոյություն ունենք եւ այնտեղ արդեն ձևավորված որոշակի այդ ժանրի սիրահարների մի մեծ բանակ կա, ում համար հնարավորություն է տրված մասնակցել թե առաջին փուլին, թե երկրորդ փուլին։ Պայմանների մասին մանրամասն գրված է թե բարդերի ակումբում, պաշտոնական կայքում, թե Facebook-յան մեր էջին Bard Club էջում, այսինքն Bard Club AM եւ Facebook-յան բարդերի ակումբի այդ համանուն էջում ամեն ինչ զետեղված է պայմաններով, ինչպես կարող են մասնակցել եւ ինչպես կարող են Երևանից տեղափոխել, որովհետեւ ավտոբուսներ են սպասվում կոնսերվատորիայի մոտից առաջին փուլի համար, կոմպոզիտորների միության շենքի մոտից երկրորդ փուլի համար, այնպես որ բոլորը կարող են մասնակից դառնան եւ գիշերները նաեւ անցկացնեն մեզ հետ։ Սևանի ափին, նաեւ Սևանի ափին, Դիլիջանի հանգստյան տանը, կոմպոզիտորների միության, մենք այդտեղ էլ ունենք խարույկի հատուկ տեղ, մի հատ շատ հրաշալի տեղ է եւ որտեղ գիշերելու հնարավորություն ունենք կրակի շուրջ։ Անցած տարի նույնպես արել ենք եւ Սևանի ափին այդ կրակը կար եւ մենք մինչ գիշեր 4-5-ը տենց գիտար ձեռքից ձեռք պատտելով երգում էինք, այնպես որ սպասվում է նաեւ այդ մի քանի գիշեր այնտեղ։ Սևանի ափին լինելու 3-3 2 գիշեր, Դիլիջանում նույնպես 3-3 եւ 2 գիշեր։ Բավականին լայնածավալ, այսպես ասած, գիշերներ անելու հնարավորություն ունենք։ Բայց մցակ բարդերին մշտապես պատկերացնում ես այդ ակումբներում, հա, փակ տարածքում, իտեսակ էսպես շատ խարույկի շուրջ այդքան էլ փակ չի, ամենայն դեպս անտառի գրկում, էլի մի քիչ կրակի շուրջ էլի փակ։ Բաց վիճակներն է, գուցե հետո արդեն Երևանում էլ տեսնենք այսպես հիմնականում այս երկու փուլը ավարտելուց հետո ես չեմ բացառում, որ մենք Երևանում աշնանային ժամանակահատվածում ունենանք նմանատիպ մի հանդիպում եւ այն երիտասարդությունը, ովքեր ինտեգրված կլինեն նորեկները, հա, ճակերտների մեջ վերցնելով նորեկ բառը, որովհետեւ ժանրը նմանատիպ իերարխիկ լուծումներ չի տալիս, մենք անմիջական ենք եւ բաց ենք բոլոր նրանց համար, ովքեր այս դրոշակը վերցրել են, որովհետեւ սա մի կողմից էստաֆետա, բայց նաեւ բեռա, որ փոխանցում ես, որովհետեւ պատասխանատվության այն չափը, որ ես ինքս կրում եմ իմ ավակ սերնդի նկատմամբ, ես կուզեմ, որ այդ նույն պատասխանատվությամբ վերաբերվեն երիտասարդները, որովհետեւ ժանրի մակրությունը, բանաստեղծական արժեք ներկայացնող երգը ուղղակիորեն շատ կարևոր գիտակցություն է, որ պիտի սերմանես այդ երիտասարդների մեջ։ Եթե այդպիսի գիտակցություն կարողացանք փոխանցենք, ուրեմն փառք բոլոր նրանց, ովքեր ավակ սերունդ են կոչվում, եւ փառք այն երիտասարդներին, ովքեր այդ գիտակցությամբ այդ էստաֆետը կվերցնեն։ Երիտասարդներին մեծ հաշվով ինչ թեմաներ են հետաքրքիր, ինչ թեմաների շուրջ են, հա, ստեղծագործում։ Ես մի քանի բացահայտում ունեմ արած տարիների ընթացքում, այս վերջին մի քանի տարվա ընթացքում երիտասարդ հեղինակների, երիտասարդ բարդերի շրջանակում եւ այդպիսիները հիմա կան, հիմա չթվեմ, որ ինչ որ մեկին չմոռանամ եւ չնեղացնեմ որևէ մեկին։ Այնուամենայնիվ այդպիսիները կան եւ շատ ուրախ եմ, որ այդպիսիները ի հայտ են եկել եւ բացահայտված են։ Ես ավելի շատ տեսնում եմ, որ այս փառատոնը պիտի նմանատիպ մի խթան ծառայի բոլոր նրանց համար, ովքեր գրում են, որովհետեւ ես էլ եմ կրկնում, սա պատասխանատվությունը նաեւ պատասխանատվություն է։ Երիտասարդից սпасել, որ ինքը պիտի սրոք քնարականից շատ հեռու լինի, պետք չի։ Սպասել, որ նա ծայրահեղ չի լինելու իր արտահայտություններում, էլի չարժի։ Այնուամենայնիվ այդ երիտասարդի ավյունը, որը դրսևորում է երիտասարդի մեջ, շատ նորմալ է եւ նորմալ ենք ընկալում, որովհետեւ ես էլ 20 տարեկան գրելուց շատ բաներ, շատերի ականջները չէի խնայում։ Տարիքի հետ միգուցե ինչ որ բաներ փոխվում են, ներողամտություն սեփական անձիդ հանդեպ ձեռք բերելուց հետո ուրիշների աչքերի մեջ էլ կարողանում ես ինչ որ բան փոխես։ Բայց ցանկացած հասկանալով հանդերձ շատ տաղանդավոր երիտասարդություն ունենք, ովքեր արդեն կրողն են այս տեսակի։ Մենք հիմա մի այլ խնդիր պիտի լուծենք, այդ բոլորին հավաքել մեկտեղ եւ բոլորին փոխանցել ինչ որ մի դրոշ եւ ինչ որ պատասխանատվություն է դրոշի հետ միասին, որովհետեւ նրանք արդեն պիտի շարունակեն ինչ որ չափով այն դերակատարումը վերցնել, որը
տվյալ ժանրի ավելի լայն տարածման եւ ավելի այդ պատասխանատվությունը պետք է ինչ-որ չափով արդեն կիսեն մեզ հետ միասին։ Մի տեսակ տպավորություն կա, որ բարդերը massայական դառնալու խնդիր իր առաջ չի դնում, հա, որովհետեւ չի եղել եւ դա շատ հստակ դիրքորոշում է։ Դա ժանրի բանն է, չէ՞ պահանջն է կարծես։ Գիտեք, ոչ թե ժանրի պահանջն է, այլ միգուցե 100 հոգի կերքի, գիտարը կվերցնի, ձեռքը կերքի, բայց դա իրականում չի լինի հեղինակային երգ։ Այսինքն գոյություն ունի որոշակի չափորոշիչներ, որով դա որոշվում է։ Եվ ես մենակ այդ չեմ վերցնի վրա նման պատասխանատվություն, ասեմ, գիտեք, այս չափորոշիչը սա է։ Ես գիտեմ, որ երգող պոետներ կային 1000 տարի առաջ, եւ այդ պոետները եւ տնից տուն, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք փոխանցում էին ինչ որ մտահոգություններ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Փիլիսոփայություն, մարդկային հոգեբանության վերաբերող քաղաքակրթության հոգսն ու չգիտեմ նրա զարգացումներն էին ներկայացնում։ Բայց դա ընդամենը այն կրող մասն է, որ ամեն մեկը գիտակցելով պիտի տանի։ Առանց բացառելու, որ այդ շրջանակներում նաև ներկայացում էր սիրո քնարական թեմաները, բայց դա միակ թեման չէր, դա ասենք եւս ինչ որ մի դրսևորում էր։ Այդ առումով խնդիրը ոչ թե դրվում է պոպուլարիզացիայի եւ այլն, այլ խնդիրը դրվում է նրա ստերիլ պահպանելը։ Եվ եթե այդպիսին նա չլինի, այդ ուղենիշները կկորեն։ Այսինքն, եթե մենք վերցնենք ի սկզբանե խնդիրը դնենք, որ նա պիտի տարածվի եւ դառնա այնպիսին, ինչպիսին է պոպ երաժշտությունը, այդ պոպ երաժշտությունը իր ուրույն տեղը ունի եւ հենց այդ պատճառով կոչվում է պոպ երաժշտություն, պոպուլյար երաժշտությունը։ Ռոքը իր տեղը ունի, հեղինակային երգը իր բազայով հիմնվում է պոեզիայի վրա եւ բանաստեղծական արժեք չունենալու դեպքում չունի որպես այդպեսին կրելու որևէ միտում կոչվելու այդպեսին։ Հենց դա առանձնացնում այս ժանրը եւ այդ ժանրի հիմնական ուղենիշներով էլ առաջնորդվելու ենք փառատոնի ողջ ընթացքում։ Թարմուղեղով հաղորդաշարն է լրատվական ռադիոյի եթերում շարունակվում։ Ես Սաթեն Միքայելյանն եմ, տաղավարում այսօր հյուրընկալել եմ Վախթանգ Հարությունյանին, երգիչ երգահան։ Խոսում ենք հեղինակային երգի համահայկական փառատոնի մասին Հուսո Արագաստ խորագրով։ Այն կկայանա, դուք ավելի լավ ասեք, այն կկայանա 31-ից 2 օգոստոսի Սևանի Վիշապ լողափում։ Դա առաջին փուլը։ Առաջին փուլ եւ տեղի կունենա վերջնական գալահամերգի հետ միասին փուլերը, որոնք կլինի Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը 26-ից 28 օգոստոսի։ Ինչու Հուսո Արագաստ։ Հույսը լավ բան է, Արագաստն էլ այնուամենայնիվ քամու շնորհիվ շարժվում առաջ։ Եթե մենք մեր անկեղծ ցանկությունները այդ քամու տեսքով մտցնենք այդ Արագաստի մեջ, երկար նավարկություն կունենա։ Ցանկությունների մասին։ Ինչ է այսօր քարոզել չասեմ։ Ինչ խնդիր է դրված, հա, հեղինակ կատարողների առջև։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուր համար դա անհատական է, բայց ամեն դեպքում սա որպես մշակութային մի ճյուղ եմ, հա, ասում։ Ինչ տարածելու խնդիր կա ու ինչ է արվում հիմա։ Գիտեք, երևի թե քարոզ բառն էլ տեղին չի ռոպագանդայի որևէ տեսակի։ Ես ասեմ, բայց ուրիշ բառ չգտամ։ Հա, ցանկացած դեպքում խնդիր ունենք բոլորս։ Անկեղծ երգ լսենք։ Ես գիտեմ, որ ցանկացած երգ, որը գրվել է անկեղծ, որը մշակվել է, մաքրվել է ախտից, իր էմոցիոնալ եւ իր բանական մասով պահպանվում է մարդկանց սրտերում եւ մտքերում եւ իր էսթետիկան շարունակում է ապրել։ Այդպիսի երգերից մեկն էլ Հուսո Արագաստ երգն, որը արդեն երևի 15 տարին լրացավ։ Այս ժանրում իցեք դասական է դարձել նույնիսկ։ Դասական, ես շատ ուրախ եմ, որ դասական է դարձել, որովհետեւ նրա ակունքներում իր բնօրինակից լսելուց ուղղակիորեն այդ պատմության առաջին քայլերից ինքս մասնակից եմ եղել։ Երգը շատ եմ սիրում եւ կուզեմ, որ այդ երգի անկեղծ այն միջավայրը եւ անկեղծ այն ամենը, ինչ որ ինքը իր ներսում, իսկ այդ երգի նախապատմությունը սկսվել է Այաս ակումբի այն Կիլիկիոն նավը, որը դեռևս կառուցված չէր եւ իմ ավակ ընկերները միասին որոշեցին, որ այդ երգը պիտի նվիրեն այն մարաթոնին, որը պիտի հանգանակություններով այդ աջակցի այդ նավի կառուցման վերջնական ավարտին բերի եւ այլն եւ բոլորս զինվեցինք եւ մեր հնարավորությունները հավաքեցինք, կենտրոնացրեցինք հանուն նրա, որ այդ երևույթը տեղի ունենա եւ Փարքասուն իր նավարկությունը ապացուցեց, որ մենք կարող ենք հավատալ ինչ որ մի շատ խելառ մի երևույթի եւ դա իրականանա եւ ես կարծում եմ, որ այդ խելառ երևույթներով, որոնց մեջ չկա որևէ տեսակի շահախնդրություն, մեր զանում շատ պակասել է եւ բարդերը իմ զինակից ընկերները այդ ամենին մասնակից են մինչ հիմա եւ մասնակից են դառնում ցանկացած նախաձեռնությամբ, որտեղ մենք տեսնում ենք այդ անկեղծությունը եւ այդ
ազնիվ ցանկությունները։ Դա լինի բարեգործական համերգներ, դրանք լինեն տարբեր տեսակի սոցիալական պրոյեկտներ եւ այլն։ Այսինքն մենք մասնակցում ենք նման երևույթներին եւ հասարակության գիտակից քաղաքացի որպես մասնակցում ենք այն ամենին, ինչի մեջ կառուցողական որևէ բան կա։ Այդ առումով փառատոնը նմանատիպ մի ամփոփում կարա լինի եւ մեր տեսակետները ներկայացնելու եւ այդ տեսակետներով կիսվել երիտասարդ սերունդի հետ։ Չէ, ես հենց այնպես չասցի դասական, իրականում մարդ, որը չի լսում երևի հեղինակ կատարողներին, ես վստահ եմ, որ մեծ մասը գիտեն այդ երգը, եթե ոչ անգիր, ապա գոնե ինչ որ հատվածաբար չի իսկապես։ Մեր համերգները մի շատ հաճախ են ավարտում հենց այդ երգով, որովհետեւ ամեն մեկիս սրտի մի բաժին այդ քամու տեսքով, հետո ինքը շարունակականություն է ապահովում։ Այո, այդ առագաստի մեջ քամու մասին կա դա։ Իդեպ հանդիսատեսին ի՞նչն է ավելի հետաքրքիր լսել։ Չնայած երևի գուցե դուք որպես հանդիսատես այսպես ճիշտ չի լինի, ու ամեն դեպքում կարծում եմ կիմանաք։ Այսպես անձնական ապրումները, թե ավելի համամարտկային, համընդհանուր ինչ-որ բաների մասին խոսքը։ Տարբեր է, անկեղծ, առաջին հերթին անկեղծությունը, որովհետև գիտարը իր տեսակով եւ իր բնույթով յուրահատկություն ունի։ Իր ձայնը լռություն ստեղծելու ունակություն ունի։ Համաձայնեցի։ Եվ այդ լռության մեջ այդ բառը դառնում է շատ ավելի թանկ։ Եթե այդ բառը ավելի ապրած է, իսկ հեղինակային երգի մեջ դա կարևոր, շատ կարևոր մի զինատեսակ է, ապա տվյալ անձի համար դա դառնում է բառից դրական առումով խոցելի մի հատ շատ կարևոր մի բան, որը մարդը իր մեջ կրում է։ Այդ անկեղծությունն է, ապրած անկեղծությունը, որ դու կարող ես փոխանցել։ Պճնանքի կարիք չկա, դու մաքսիմալ ինչ կարող ես անել, քո գիտարի շնորհիվ ստեղծես այդ լռությունը, որի մեջ այդ քո անկեղծությունը տեղացնես։ Հենական երգը այդ առումով մի ունիկալ երևույթ է, որը հնարավորությունն է տալիս գիտարի ուղեկցությամբ այդ ապրած խոսքը բանաստեղծական կերպով փոխանցես։ Փոխանցեցիր, ամեն ինչ հաջող է։ Չփոխանցեցիր, ուրեմն պիտի հələ աշխատես, որ այնուամենայնիվ խոսքը թել մաքրվի ավելորդ հանգերից ու ավելորդ ինչ որ բառակույտերից եւ բերես հասնես նրան, որ ինքը մաքսիմալ նշանակետին հասնի, իսկ նշանակետը սիրտն է։ Համաձայնեցի, որ պարզության մեջ շատ ավելի ընկալելի է լինում, քան առումով մենք ունենք Բուլատո Կուջավա, որ պարզության մեջ կարողացել է մատուցի շատ ավելի խորը ճշմարտություններ։ Ունենք Ռուբեն Հախվերդյան, որ նույն պարզությամբ, ոչ պակաս պարզությամբ կարողացել է շատ կարևոր բաներ ասի, եւ այդպիսիները շատ են, փառք Աստծուն, որ այդպիսիները կան եւ մեզանում դեռևս այդպիսիները կան, փառք Աստծուն, որոնց կարելի է ուղենիշ համարելով ապրել դեռևս։ Դարձյալ, ինչպես ասացիք, Աստծուց առաջ չընկնենք, բայց ամեն դեպքում գոնե ձեր տեսլականով փառատոնին ինչ կհաջորդի, գուցե ամենահաջողված երգերի ինչ որ սկավառակի տեսքով, ոպսի ավելի։ Ես չգիտեմ, մենք խոսեցինք այն մասին, թե չխոսեցինք, բայց կոմպոզիտորների միությունը ունի մի փառատոն, մեգա փառատոն է, երգի փառատոն է կոչվում, որի շրջանակներում մենք սենց կարողացել ենք կազմակերպենք դա, ինչի ասեցի, որովհետև մենք պայմանավորվել ենք կոմպոզիտորների միության հետ միասին, որ լավագույն տասնյակը երիտասարդներից, որ ինտեգրված կլինի, մենք հետո կձայնագրենք կոմպոզիտորների միության ստուդիայում եւ բարդերի ակումբը իր ուժերով նաև կհրատարակի այդ սկավառակը, որը ներկայացնելու արդեն հնարավորություն կունենանք։ Այնպես որ պայմանավորվածություն կա եւ շարունակություն կա անելիքի մեջ։ Ինչ կստացվի ես չգիտեմ, որովհետեւ մենք կարող է ինտեգրվի 20 արժանինները եւ 20-ով ինչ որ մի բան փորձենք անել, կարող է ինտեգրվի 5-ը, անենք 5 հոգով։ Ամեն ինչ կախված է նրանից, ինչքան կլինի այն երիտասարդությունը, ակտիվ երիտասարդությունը, ովքեր կհամարեն, որ իրենց երգը ներկայանալի է, կգան եւ կներկայացնեն գիտարի ուղեկցությամբ այն երգերը, ինչ կհամարեն արժե ներկայացնել։ Յուրաքանչյուրը քանի երգ կարող է ներկայացնել։ Մեկական երգ փառատոնին կարող է ներկայացնել մեկական ու մենք ունենանք ազատ հարթակ, որին կներկայացնեն, իրեն կարող է ներկայացնել շատ ավելի երգեր։ Որտեղ ես պատկերացրի, եթե խարույկի շուրջ նստեցինք, խարույկի շուրջ գիտարը կպտտվի ռեգլամենտից դուրս կլինի, բայց ցանկացած դեպքում կենացներից զատ մենք պիտի կարողանանք ընտրություն անենք։ Մենք չենք կարող 10 ամեն մեկը 10 երգ ներկայացնի եւ մենք այդքանից ընտրենք։ Ամեն մեկը կներկայացնի այն երգը, որ ինքը կգտնի, որ այդ ժանրին հարիր է ներկայացնելու, իսկ մենք էլ այդ երգերից միասին կփորձենք առանձնացնել այն երգերը, որոնք համարվում ենք, որ նրանց մեջ կա այդ արժեք։ Ես ներողություն եմ խնդրում, իհարկե, կյանքը ցույց է տալիս, որ նման ժյուրի եւ այլն այդքան էլ բան չի, դրա համար լավագույն երգահան ընտրելու խնդիր չենք դրել մեր առաջ, այլ լավագույն տասնյակ, որ հնարավոր լինի մի քիչ ավելի լայնացնել եւ այդ տասնյակը ինքը հնարավորություն ունենա հետագայում նաեւ ստեղծագործել այս։ Դե չէ, ժյուրի, եթե չասենք էլ ամեն դեպքում մեծի իրավունքով։ Մեծ ավելի շատ մեծի իրավունքով գեղարվեստական մի խումբ, բարդերից ստեղծված գեղարվեստական խումբ է, այնպես չի, որ մենք բոբոներ ենք, չգիտեմ ինչ ենք, պարզապես հոգատար եւ ավակ եղբոր կարգավիճակում պարզապես հնարավորություն ունենանք այդ ամենին
ունկնդրելու եւ ընտրելու։ Տեսեք, փորձառու մարդու համար սեփական գործին մի քիչ ավելի քննադատաբար վերաբերել, հասկանալ լավը վատից տարբերելը շատ ավելի հեշտ է։ Երիտասարդին ինչպես խորհուրդ կտակ, ինչ խորհուրդ կտակ։ Ասենք դիցուկ ունես մի քանի ստեղծագործություն, բայց ոնց հասկանաս դրա լավը, վատը, ինչ չափանիշներ։ Մենք ունենալու ենք կոմպոզիտորների միության շենքում մի քանի լսումների հնարավորություն։ Չէ, մինչև գալը լսում, մինչև գալը մասնակցել։ Ցանկացած դեպքում շատ լավ ուղենիշներ կան։ Այսօր կարելի է համացանցը լավ տարածում ունի, փառքաստուն ինտերնետում բոլորը կարող են գտնել շատ բաներ, եւ եթե բարդերին վերաբերվող տիրույթները Bard.club.am կայքը մեր հասցեն, որտեղ շատ կարելի է գտնել այն արխիվային նյութերը, որ լսեն, իրանց համար պատկերացնեն իրանք այդ ժանրում կան թե ոչ։ Այս տարիների ընթացքում շատերի համար, որոնք եկել են գիտար հնչեցրել են իրենց երգը, ես ինքս խորհուրդ եմ տվել, որ տվյալ երգը եւ այդ երգավոճը ավելի հարում է այս կամ այն ժանրին։ Պարզապես խորհրդի կարգով, որովհետեւ շատ հաճախ երիտասարդը կարող է զգալ, որ իր երգը ավելի շատ ջազային իմպրովիզացիաների շարքից է։ Այդ հանգն ու այդ 4 տողանոց բանաստեղծությունը ավելի կարող են հարել այս կամ այն ժանրին եւ այլ եւ չունենալ այն բանաստեղծական արժեքը, ինչը ի սկզբանե ակնկալվում է լսել հեղինակային երգի ոլորտում։ Այդ առումով խորհրդատվությունը միշտ կա ու կա եւ դա առանց չարամտության եւ առանց որևէ տեսակի բանի եմ ասում, որովհետեւ դա գերխնդիր է։ Մարդուն կարողանալ կողնորոշել եւ ընտրել նրա մեջ այն ամենը, ինչ որ շարունակել եւ հնարավորություն ունի։ Դրան նույնիսկ ժամանակ ծախսելով, բավականին շատ ժամանակ ծախսելով նման երիտասարդների վրա, որ իրանք համար կողնորոշվեն այն, ինչ որ ուզում են, ինչին է հարում եւ ինչ իր մեջ ունի, բայց ակունքները չիմանալ նշանակում է չիմանալ ուր ես գնում։ Դրա համար միգուցե պետքա ճանաչել եւ նրանց, ովքեր մեզնից առաջ են եղել։ Ես նկատում եմ մեր Ջիվանից սկսած, Օկուջավա, Վիսոցկի, Վիզբեր եւ ռուսական կուլտուրան եւ չեխական եւ լեհական կուլտուրան, որը իր մեջ բավականին շատ լավ հետաքրքիր երգահաններ ունի եւ անգլիական բարդերին եւ պարսկական մենեստրելներին, այդպիսի, այսպես ասած, երգահանների շատ տարբեր ազգի երգահաններ գոյություն ունեն, որոնց կարելի է լսել, պարզապես հասկանալ այն ուղենիշները, որտեղ դու կաս։ Ինչ վերաբերում է բարդերի ակումբի մասնակիցներին, մենք բոլորս լինելու ենք ավագ սերնդի ներկայացուցիչներ եւ համերգ ենք տալու եւ իմ միակ խնդիրը, որ այդ երիտասարդներին ինտեգրած լինենք։ Իսկ ունկնդիրը կարող է մասնակից լինի համացանցում գտնելով կոնկրետ այդ միջոցառումը, հեղինակային երգի համահայկական փառատոն հուսահառագաստ, եթե գրեն ինձ թվում է կգտնեն եւ դառնալ մասնակից, թե առաջին, թե երկրորդ փուլին, երբ հարմար կլինի ժամանակացույցով, եթե ուզում են ամառային ժամանակաշրջանը եւ միաժամանակ լողապ եւ հանգստանալ, համեցեք, եթե մի քիչ ավելի մոտիկ աշնանը, ապա մենք կլինենք կոմպոզիտորների միության հանգստյան տանը, նույնպես ավտոբուսները Երևանից շարժվելու են։ Շատ լավ մասնակցեք, եթե ունեք հեղինակային կատարումներ, եթե կարծում եք, որ դրանք ներկայացնելու կարիք կա, ու որպես հանցատես ասեմ, ամեն դեպքում արվեստի մեջ միշտ եթե անհատական ես, չես կրկնվում, դու քո տեսակի մեջ ես, դա միշտ որպես ուղենիշ է, հա, ասում են հարցը ինչ որ ձեզ տվեցի, փորձեցի ես ինքս իմ մեջ որպես անկեղծությունը շատ ավելի կարեւոր է։ Ես ասում եմ, գոյությունն են չափորոշիչներ, բայց այնուամենայնիվ շատ կարևոր է, որ մարդը իր ինքնությունից հեռու չգնա։ Ես երիտասարդ ժամանակ շատ եմ լսել ուրիշ հեղինակատարողների երգեր, միգուցե դրանց ազդեցությունը ոչ պակաս է եղել իմ վրա, բայց ինչ որ մի ժամանակահատված եկավ, երբ որ ինձ խորհուրդ էին տալիս միգուցե երգդ երգես այսպես կամ երգդ երգես այնպես, այն բաների հետ ինչի ես համաձայն չեմ եղել։ Ես դա չեմ էլ ուղղել, ես պարզապես վերցրել եմ դա եւ օգտվել եմ այն իմ պատկերացումներից, ինչով ես առաջնորդվել եմ եւ ինչով էլ մինչ հիմա էլ առաջնորդվում եմ։ Ինչ վերաբերում է պատասխանատվության, այս ժանրը շատ պատասխանատու բաներ ունի իր ներսում։ Խոսքս վերաբերում է բառին պատասխանատու վերաբերվել, մտքին, որը պետք է արտահայտես պատասխանատվության վերաբերվել, նրան տալ մաքսիմալ պոեզիայի շրջանակներում արժեք ներկայացնել, որից հետո նոր մատուցել։ Չլինի կիսատ, չլինի այդ ուղենիշը չկրող, չլինի բանաստեղծական անարժեք կամ ոչ լիակատար եւ այլն, բայց դա տարիների փորձ է։ Միգուցե ավակ սերունդի իմ ընկերները միասին փորձենք նաեւ տենց փոքրիկ կլոր սեղաններ անենք խարույկի շուրջ, կլոր սեղաններ անենք, շատ հետաքրքիր է, ինչեց։ Խարույկի շուրջ նաեւ խորհուրդներ երգի տեսքով կամ խորհուրդներ ինչ որ, որովհետեւ ես անձամբ երգ գրելու ժամանակ շատ հաճախ եմ դիմում իմ ավակ ընկերներին եւ ընկերներիս խորհրդին ականջ եմ դնում, երբ գրում ես շատ կողմնակալ ես երկիդ հանդեպ եւ շատ հաճախ պետք է լինում կողքից ընկերդ հուշի, եթե հուշում է ինչ որ մի բան, ես ուշադրություն դարձնել, միգուցե ձևակերպելես ոչ այնքան ճիշտ կամ միգուցե այստեղ կամ այնտեղ հանգը եւ վանկը փոխես եւ այլն, որ ավելի շտկված եւ մաքուր հնչի։ Մենք էլ սպասենք նոր բացահայտումների, հետաքրքիր երիտասարդների, որոնք նոր ասել պարտադիր ձեզ հետ ընթացքում շատ ինչ նորություններ կլինեն, հուսով եմ նաեւ ներկա կգտնվեք փառատոնին այդ օրերին։ Շնորհակալություն, պարոն
պարոն Հարությունյան, մեզ հատկացված եթերաժամանակը սպառվեց, դարձյալ եւս կոչով դիմենք երիտասարդներին, անպայման մասնակցեք, հետաքրքիր բացահայտումներ կանեք, ուզում եմ նաեւ ձեզ համար։ Ինքներդ ձեր մասին նույնիսկ։ Այսքանը Թարմ ուղեղով հաղորդաշարներ, հարգելի ռադիո լսողներ, ես Սաթեն Միքայելյանն եմ, հյուրս այսօր Վախթան Հարությունյանն էր, երգիչ, երգահան, հեղինակային երգի Հուսո Արագաստ համահայկական փառատոնի տնօրեն։ Հաջողություն, մինչ հանդիպում։ Մինչ հանդիպում։